Մայրաթորի հրատարակչությունը լույս է ընծայել հույն անվանի աստվածաշնչագետ Նիկոլայ Վասիլյադիսի հայտնի աշխատությունը։ Ռուսերենից թարգմանությունը Գրիգոր Դարփինյանի, նոր հունարեն բնագրի հետ համեմատությունը հայր Շահե Վարդապետ Անանյանի։ Աստվածաշունչ եւ հնագիտություն գիրքը 5 կտակարանում հիշատակված պատմական տեղեկույթի հնագիտական հիմքի մասին շտեմարան է։ Հեղինակին հաջողվել է իմի բերել համաշխարհային հնագիտության տվյալները աստվածաշնչի առնչությամբ։ Այսօր աստվածաշնչագիտությունը անբաժան է հնագիտությունից, որովհետև հնագիտությունը ծառայում է նրան իբրև ջատագովություն։ Այլ կերպ ասած, այս գրքում կա երկու բևեռ։ Առաջինը մենք տեսնում ենք շատ հետաքրքիր նյութեր։ Եգիպտոսից որտեղ ապրել են հրեաները, Պաղեստին, նրանց դրացիները, փղշտացիներ, քանանացիներ, ամհորացիներ, ասորիներ, ասորեստանցիներ, բաբելացիներ, իրանցիներ, հույներ եւ այլն։ Այս երկրներում հնագետների բահու բրիչը դադար չեն արել, կորզել են այդ ամենը, նույնիսկ քթել են այնպիսի անուններ, որոնք վերաբերում են Իսրայելի վերջին թագավորներին եւ այլ եւ այլ։ Խոսելով միայն փաստերի լեզվով, աստվածաշնչագետը ցույց է տալիս, որ հետազոտելով քաղաքակրթություններից մնացած գտածոներն ու արտեֆակտները եւ աստվածաշունչը որպես կողմնացույց ունենալով կարող ենք ուսումնասիրել մարդկության ողջ պատմությունը եւ գտնել Սուրբ գրքում հիշատակվածի ապացույցները։ Ի տարբերություն այլ կրոնների սրբազան գրքերի, աստվածաշնչում նկարագրվում են ոչ միայն հոգեվոր բարոյական ուսմունքներ, այլև ժամանակաշրջան եւ ժողովրդի պատմություն։ Աստվածաշնչյան մարդը դավանում է պատմելով իր ժողովրդի պատմությունը, որի մեջ տեսնում է աստվածային նախախնամությունը։ Աստվածաշնչյան հնագիտությունը ապացուցեց սուրբգրային հեղինակների նկարագրած դեպքերի, դեմքերի եւ ազգերի մասին տեղեկությունների պատմական, իրական ու ճշգրիտ լինելը։ Ինքը հեղինակը մի շատ ուշագրավ փաստ է բերում։ 1984 թվականին Երուսաղեմում աշխարհում առաջի անգամ հրավիրվում է հնագետների մեծ գիտաժողով 1200 հնագետի մասնակցությամբ, որոնք հակիրճ ասեմ, անում են հետևյալ եզրակացությունը. Սուրբ գիրքը եւ հնագիտությունը համահունչ են միմյանց, Սուրբ գիրքը արժանահավատ է նույնիսկ իր ամենաչնչին աննշան մանրամասնությունը։ Դեռևս 16-17-րդ դարերում բողոքական երկրներում, հետո նաև ամբողջ քրիստոնյա աշխարհում ձևավորվեց Սուրբ գրքի բացասական քննադատության դպրոց, որի հետևորդները փորձում էին կասկածի տակ առնել Սուրբ գրքի աստվածային ծագումը եւ նրա պատմականությունն ու արժանահավատությունը։ Մոտ 200 տարի առաջ ձևավորվեց աստվածաշնչյան հնագիտությունը, որով զբաղվողները լույս են սփռում այն իրադարձությունների վրա, որոնք նկարագրված են աստվածաշնչում։ Երբ որ հնագետները սովորեցին երկրի ընդերքից կորզել մշակույթի նյութական հետքերը, ոչ միայն կորզել, այլև կարդալ, վերծանվեցին մեհենագրերը եգիպտական, սեպագրերը ասուրաբաբելական, մարդկությունը սովորեց կարդալ հին աշխարհի հողի մեջ անթեղված գաղտնիքները եւ մի զարմանահրաշ երևույթ տեղ ունեցավ, շատ անսպասելի։ Այս ամբողջ տվյալները սկսեցին խոսել հոգուց Սուրբ գրքի պատմականության։ Եվ այսպիսով Սուրբ գրքի բացասական քննադատության դպրոցին այնպիսի ջախջախիչ հարված հասցվեց։ Ընդ որում սա ոչ ֆինանսավորվում էր եկեղեցու կողմից, այլ բացարձակապես գիտնականներ էին, որոնք գիտական բարեխղճությամբ կարողացան ապացուցել։ Նիկոլայ Վասիլյադիսի աստվածաշունչ եւ հնագիտություն աշխատության հայերեն թարգմանությունը այսուհետ Գևորգյան ճեմարանի համանուն առարկայի հիմնական ուսումնական ձեռնարկն է հանդիսանալու։ Գիտահանրամատչելի գիրքը հասցեագրված է ոչ միայն հնագետներին, աստվածաշնչագետներին, պատմաբաններին եւ գիտնականներին, այլև ընթերցասերներին։ Գիրքը կարելի է ձեռք բերել Մայրաթորի 2 գրատներում, որոնք գտնվում են Էջմիածնում, Մայրաթորի տարածքում եւ Երևանում, Ամիրյան 11 հասցեում։ Հերմինե Հակոբյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։